Շնորհավոր տոնդ, այ զինվոր, շնորհավոր տոնդ հրամանատար, արգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, հարգելի ժողովուրդ, սիրելի զինվորականներ, սիրելի սպաներ, հրամանատարներ, այսօր հունվարի 28-ն է և ես դիմում եմ ձեզ որպես ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ միայն հասարակական, քաղաքական, պետական գործիչ, այլ դիմում եմ ձեզ որպես զինվորական։ Մարդ, ով իր կյանքի 16 լավագույն տարիները նվիրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորի զինվորների, սերժանտների, սպաների, ավագ սպաների, հրամանատարների տոնը հունվարի 28-ը։ Մի փոքր հուզված եմ կներեք։ Ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ տևական ժամանակ և նախկինները, և ներկաները, խոսքը գնում է 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, արեցին ամեն ինչ հնարավորը և անհնարինը, որպեսզի քայքայեն հայոց բանակը։ Հայոց բանակի քայքայման բուն պրոցեսը սկսվեց 2018 թվականից։ Եթե մինչև այդ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում ինքը ընթանում էր դանդաղ, ապա 2018 թվականից այն ստացավ մեծ թափ։ Ցավոք սրտի բանակը նախկինների և ներկաների ժամանակ կար և մնում է չուղեղով խավի համար, շարքային գյուղացու, քաղաքացու, սոցիալապես անապահով խավի ընտանիքների համար, հատուկ կերպ մարդիկ, որոնք ունենալով հնարավորություն այսպես ասած բանակից ազատվելու, գնում և ծառայում էին բանակում, քչից թե շատից, լավից թե վատից։ Ես այսօր տեսնում եմ, թե ինչ վիճակի մեջ է հայտնվել բանակը։ Մեր բանակը երբեք այսպիսին չի եղել։ Բանակը դա պետության դեմքն է, երկրի դեմքն է։ Բանակով է որոշվում, դու երկիր ունես թե ոչ։ Բանակով են որոշում, քեզ հարգեն թե ոչ։ Դու միջազգային արենայում որպես երկիր կարող ես հանդես գալ թե ոչ։ Որոշում է առաջինը բանակով, ապա տնտեսությամբ։ Մենք այսօր տեսնում ենք տնտեսապես շատ զարգացած պետություններ, Շվեդիա օրինակ, Նիդերլանդներ եւ այլն, բայց այդ մարդիկ բանակ չունեն։ Չունես բանակ, նույնիսկ եմ կրկնում, տնտեսությունը կարելի է շատ եւ շատ զարգացած, բայց բանակ չունեցել ով է շանտեր տանում։ Իսկ այսօր այս իշխանությունը արեց հնարավորինս եւ աննայինը, որ քայքայի մեր բանակը եւ քայքայեց։ Ինչու այդպես ստացվեց։ Որովհետեւ իշխանության եկան մարդիկ կամ բերեցին մարդիկ, բերվեցին, որոնք որ համազգեստի գինը չգիտեն։ Եվ չգիտեն ինչա բանակ, իրանք բանակ չեն ծառայել։ Խնդրում եմ վերցրեք եւ նայեք, ամբողջ հանրապետական կուսակցության 95%-ը բանակից ազատված։ ԿՊ-ի 98%-ը բանակից ազատված, որտեղ բանակ չեն ծառայել, բայց երկիր են ղեկավարել, բանակ են ղեկավարել, Վիգեն Սարգսյան բանակ ծառայել է, չէ, Կոտոյան բանակ ծառայել է, չէ, ում ասեմ, ում թողան, Սիսի, Միսի, Դթում, Մթում, Նիկոլ բանակ ծառայել է, ոչ, դրա համար էլ չեն սիրում բանակը։ Եթե դու չես սիրում բանակը, քայքայում ես բանակը, քայքայում ես նաև երկիրը։ Դու չես կարող խաղաղություն պահել, եթե չունես բանակ։ Դու չես կարող խաղաղություն պահել, եթե չունես զինված ուժեր։ Եթե դու քո զինվորին չես պահում, դու պետք է պահես թշնամու զինվորին։ Դա ասել է, դա այդպես էլ եղել է։ Եվ մենք այսօր տեսնում ենք, թե ինչ վիճակի մեջ է գտնվում մեր զինվորը։ Մենք չպարտվեցինք Արցախում, Արցախը վաճառեցինք։ Ես լինելով բանակի մեջ հիմա ես խոմ գիտեմ, ինչի է թունակ հայոց զինվորը, ինչի է թունակ հայոց սպան։ Նա չէր հանձնի մի գրամ, մի փիս հող անգամ։ Միգուցե մենք չունեինք դեր ժամանակակից պարազելություն։ Մենք այդունը չենք ունեցել 90-ական թվականներին և կարողացել էինք ազատագրել Արցախը ադրբեջանական լծից։ Նույնիսկ եւ հիմա ոչ սիրելիներս, Արցախը վաճառվեց, Արցախը դավաճանվեց,
բանակը դավաճանվեց, մեկ մեզ էինք խփում, մեկ մեզ զինվորին էինք խփում, համ մենք էինք խփում մեր զինվորին, համ դուք եք խփում մեր զինվորին, դրա համար եղավ այն, ինչ որ եղավ։ Եվ այսօր այս իշխանությունը անում է ամեն ինչ հնարավորին է ձեր անհնարինը ավելի ու ավելի քայքայել բանակը, թողնելով միայն ոստիկանություն։ Բանակից հետո ազգային արժեքներ, մշակույթ, կասի նայել դրան։ Ինչպես երբ որ ես ասել եմ, չէ՞ արդեն ասել է, գնացեք տեսեք դեպի վիճակը։ Բայց սիրելի զինվորներ, ես չգիտեմ, սա ուրախություն ասեմ, լավ լուր ասեմ, թե ինչ ասեմ, որ կա Վարդան Ղուկասյան, ով որ զինվորական է, ով որ իր կյանքը կտա բանակի համար, կանգնած է ձեր կողքին։ Ցավոք սրտի ես միայնակ եմ։ Խնդրում եմ ցույց տվեք մեկ այլ քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցության ղեկավար, ով ծառայել է բանակում։ Չկա գոյություն չունի։ Մեկ վրա մատները դրեք, այսօր ովքեր հայտ են ներկայացրել պարլամենտ մտնելու։ Չկա։ Սա շատ վատ է ինձ համար, որովհետև ես միայնակ եմ լինելու դաշտում։ Միայնակ եմ փորձելու վերականգնել բանակը, բերել այն մակարդակի վրա հասցնել, որը որ կա մինչև 1999 թվականի սեպտեմբերի 21-ը։ Հիշում եք, մեր վերջին պարադն էր։ Պարադներից մեկը, որովհետև մյուսը եթե չեմ սխալվում 2006-ին եղավ եւ վերջ։ Այլևս մենք չտեսանք զորահանդես։ Միշտ հունվարի 28-ը նշվել է որ ասում մեծ շուկով, բայց հիմա խնդրեմ։ Բայց ես վերականգնելու եմ այդ բոլոր բարի ավանդույթները։ Սպան լինելու է պետության դեմքը, էլիտան։ Բանակ ծառայելը պիտի լինի պատիվ արժանապատվության հարց։ Իսկ որ բանակ չի ծառայել, պետք է մղվի երկրորդ պլան։ Իրավունք չի ունենալու զբաղեցնելու պետական պաշտոն։ Առհասարակ ընտրելու իրավունք էլ չի ունենալու դատարան ազգային ժողովի պատգամավոր կամ չգիտեմ նախարար, փոխնախարար եւ այլն չես ծառայել բանակում դու պիտու չես քո պետությանը ինչ ես ուզում եղբայր գնա զբաղվի բիզնեսով մեր բանակը պիտի դառնա այնպիսին ինչպիսին որ կար որից որ վախում է ես Հիշում եմ իմ զինվորական ծառայության ժամանակ Արտանիշի պոստերից մենք ինչ սարսափի մեջ էինք պահում հակառակորդին։ Այսօր մեր զինվորը անցնում է գնում է իր կողքին, հակառակորդը ստուգում է դենա քանի փամփուշտ ունի։ Ինչքան սանդամացել կա տանում։ Ես այս բան չեմ տեսել։ Ու այդքան թե 15 չենք ուզում եք դիքներ տանք։ Եղբայր, այդ դիրքը մի դու դրանը տեղից լարի, եթե կարաս, ուսուցչուի։ Հարգարժան սպաներ և զինվորներ, նորից եմ կրկնում, շատ խիստ հուզված եմ, կներեք, և խիստ զայրացած, բայց այդ օրը գալու է, չվհատվեք։ Ընդամենը մի քանի ամիս հետո և ես ձեզ կվերադարձնեմ իրական սպայի, իրական զինվորի արժանապատվությունը։ Եվ տարածաշրջանում ոչ մեկ չի կարող մեզ հետ հորդու-բորթում և մունաթում խոսալ։ Մեզ չեք կարող ասել Սևանը մեզ նայեր է, էնի մեզ նայեր է, և մեզ խաղաղություն պարտադրել։ Այսպես կոչված մեր արժանապատվությունը ստորացնելով և նվաստացնելով, եղբայր վիզի շատ խաղաղություն ուզող ոչ մեկ չկա։ Մեզանից զինվորականներից շատ ոչ մեկ խաղաղություն չի ուզում, մենք գիտենք ինչ կպատերազմ և մենք գիտենք ինչ խաղաղության գինը։ Այս խաղաղությունը պետք է լինի հարգանքի վրա, խաղաղությունը պետք է լինի արժանապատվությունը չստորացնելու վրա, այլ ոչ թե գերիշխելու վերջում կամ բեկամեն ասել պատերազմ եք ուզում պիտի տանք, ոչ, խաղաղություն եք ուզում պիտի բարակ ունենաք, որ ոչ մի բան չտանք։ Սա է իմ ասածը։ Եվ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր զինվոր, ով այսօր բանակում է, յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, ով ծառայել է բանակում, ընտրությունների ժամանակ շատ ճիշտ կողմնորոշվի, ում պետք է իր ձայնը տա։ Չի գնա և չի քվեարկի այն իշխանության օգտին, ով իրեն ստորացրեց, ոչնչացրեց, սպահեց, արժանապատվությունից զրկեց ու բարոյազրկեց, Արցախը տվեց, Հայաստանն է շարունակում տալ, չի կարելի։ Այդ իշխանությունը միայնակ չի, այդ իշխանությունը այսօր համատեղ է, նայեք ովքեր են ընտրված պարլամենտում, քոչարանականներ ու սերժականներ։
Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր է եւ այս իրավիճակի պատասխանատվությունը կրում է պարլամենտը, այլ ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը, ոչ, պարլամենտը, նույն պատիվ ունենը, նույն հանրապետականը, նույն դաշնակները, նույն քպականները, բոլորը տվեցին Արցախի հենց հայաքարերով, իրենց այո ոչով, կողում եք Տիրանց հանձնելու, կողում եք Արցախը հանձնելու, $1.5 սպառազինությունը բանտիկով նվեր տալով Ադրբեջանին եւ զինվորները այնտեղ զոհվում էին տրաքում բայրակթարի տակ, այնտեղ կողքի վրա Պարտոսյան գեներալները եւ Հայաստանի ու Ղարաբաղի վերնախավը առևտուր են իրականացնում հեկերներին վաճառում թուրքերին, բայց այսօր այդ բայրակթարը քիչ է սավառնում Ուկրաինայի երկնքում, որովհետեւ գոյություն ունի ռադիոէլեկտրոնային պայքար, մեռավ բայրակթարը գովազդեցին հայոց զինվորի վրա, տախեցին Ուկրաինա, այդ Ուկրաինան 2-3 օր հետո ռուսները բայրակթարը շինեցին եսին ինչ, ճնճուկ եւ այլևս բայրակթարը եկին չտակացան։ Մենք էլ դա կարող էինք անել, եթե մեր ռեպերտալներ միացած, այլ ոչ թե անջատած։ Եթե մեր հրամանատարները չվեկալեին, կոֆեի ապարատները փախնեին, զինվորներին թողային։ Մարտական քարտեզները, շտաբը եւ մարտական դրոշը թողնեին, այսօր կան դառնային ազգային հերոս։ Այդ բոլորի վերջը Սիրելի ժողովուրդ ես եմ տալու, ես ասել եմ, սիրելի զինվորականներ, ձեր արժանապատվության վերականգնողը ես եմ, բանակը վերականգնողը ես եմ, զինվորի գիրքն արժանապատվությունը վերականգնողը ես եմ, ցավոք սրտի մենակ ես եմ, ես շատ կուզենայի, որ իմ հետ համատեղ լինեին էլի մարդիկ, բայց նայեք, չկա, բանակ ծառայես, մարդ չկա մեր կողմերը, քաղաքական հայտ ներկայացնածներից, ովքեր ուզում են վարչապետ դառնալ, բանակ ոչ մեկ չծառայ, Թաթոյան, Մաթոյան, լիքը ընդեղ, լիքը որին ասեմ, որին թողավ, լիքը, Հայկո, Մայկո, Մակո, դու ես իմիջ գրող ու սերծավ, չեք ընկճվում, չեք վահատվում, ամենի ժամանակավորապես է, սա էլ է անցողիկ, ցավոք սրտի այսօրվարի 28-ը ևս մենք կնշենք, ոնց որ ասում բան նշան, ստեղ նշելու բան չկա, դու չես կարող նշել կոմայի մեջ գտնվող հիվանդի ծննդյան օրը, փորձելով նրան ուրախություն պատճառել, նա կոմայի մեջ է, նա չի տեսնում, նա չի լսում, այսօր մեր բանակը կոմայի մեջ է, ռեանիմացիոն բաժանմունքում պակած արհեստական շնչառության տակ, իսկ ռեանիմատոլոգը, կամ ինչպես ասում են, բոքսի բժիշկը ես եմ, ես կվերականգնեմ, ես հետ կբերեմ, ես կոմայից դուրս կբերեմ իմ զինվորին, իմ սպային, իմ բանակին, այն ժամանակ մենք կտեսնենք խաղաղություն մեզ պարտադրում են, թե մենք ենք պարտադրում արժանապատիվ խաղաղություն տարածաշրջանում։ Շնորհավոր տոնդ հայ զինվոր, շնորհավոր տոնդ հրամանատար, հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։